Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը, կրկին հրատապ խնդիրները բարձրաձայնելու միտումով ենք այսօր եթերում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդված։ Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն 10 տարվա ընթացքում բարեխղճորեն բացահայտ եւ անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք։ Ահա այս օրենքի կետն է, որ հաճախ մարդիկ չիմանալով ընկնում են շատ վատ կացության մեջ եւ հայտնվում են անհարմար, երբեմն նաև անելանելի դրության մեջ։ Այսօր մարդկային գործոնի եթերում մենք կոնկրետ հստակ օրինակով փորձելու ենք բացահայտել այս օրենքի տվյալ հոդվածը եւ հասկանալու թե ինչպես կողմ կամ դեմ այն կարող է աշխատել մարդուն խանգարելով կամ օգնելով։ Այս պայն հրավիրենք մեր առաջին հյուրին, Մարտով կփորձի մեկնաբանել, թե ինչպիսի խնդիրներ կան կապված այս օրենքի հետ։ Զարգացման գործակալության տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցման խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն գալու համար, պարոն Գրիգորյան, նախ եկեք հասկանանք, կարող եք ձեր անձնական փորձով փաստել, թե ինչ վատ արդյունքների կարող է բերել այս օրենքը։ Ես լինելով տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցման խորհրդի քարտուղար, որը արդեն 10 տարուց ավելի զբաղվում է ոլորտի խնդիրներով, մեզ մոտ մենք բոլոր իրավական, ինչ-որ օրենսդրական խնդիրներ, որոնք խանգարում են ոլորտի զարգացմանը, բարձրացնում ենք մեր խորհրդում համապատասխան վարչապետի որոշումներով կամ օրենսդրական փոփոխություններով լուծումներ ենք տալի։ Բայց ես տեսնելով այս հոդվածը, շփվելով դատական մարմինների հետ, հասկացա, որ սա մի հոդված է, որը մի քանի խնդրեմա է առաջացնում։ Առաջինը նախ կոռուպցիայի մեծ ռիսկ ունի, որովհետև որոշումներ, որ այսօր կատարվել է դատարաններում 50-50 եւ մի կողմի եւ մյուս կողմի օգտին եղել։ Երկրորդ խնդիրը, որ մարդիկ, սովորական մարդը ինքը չգիտի, որ եւ պարտադիր չի, որ օրենքները բոլորը անգիր իմանա սեփականատերը, բայց գիտենք, որ եթե դու օրենքը չգիտես, դա չի ազատում քեզ պարտականություններից օրենքով նախատեսված։ Պարոն Գրիգորյան, նկատի ունեք, որ սեփականատերը կարող է ունենալով իր սեփականության վկայականը, բայց քանի որ այդտեղ ապրում է թեկուզ բարեխղճորեն լավ վերաբերվելով այլ անձ, նա կարող է 10 տարի անց հավակնել այդ տարածքի սեփականատեր դառնալու։ Ես ավելին ասեմ, այս հոդվածը միայն կարելի է օգտագործել այն դեպքերի համար, երբ որ սեփականատերը ինչ-որ մեկին թույլ է տալի իր տարածքում բնակվել, իսկ ում կարող է թույլ տալ միայն իր հարազատին կամ մոտիկին, որտեղ ոչ ոք չի կարող հենց այնպես գնա ինչ-որ մեկին, ասի տվեք ձեր ինչ-որ մի սենյակը, որ ես ապրեմ, որտեղ նման բան չի լինի։ Եվ ի սկզբանե այդ հոդվածը առաջանում է պատճառը հանդիսանում, որ այդ հարազատները հետագայում դառնեն թշնամիներ։ Մեր հենց օրինակը, իմ հարազատ, ասենք, եղբայրը, դվայրոդնի եղբայրը, ինքը տեսնելով որ նման բան հնարավորություն կա, որ ես իրեն թույլ եմ տվել, ենթադրենք գալ ապրել մեր տարածքում, ինքը որոշել է դատի տալ եւ ճիշտ է դատարանը շատ անօրինական որոշումներ է կայացրել, ես չեմ ուզում խորանալ դրա մեջ, բայց խնդիրը նրանումն է, որ 10 տարի անընդմեջ հոդվածում այդպես ասում, 10 տարի անընդմեջ բարեխիղճ պետք է ապրի եւ այլն, բայց ցավով ուզում եմ նշել, որ մեր դատարանները այդ պահանջները կարող են այնպես ձևափոխել, այնպիսի որոշումներ կայացնել, որ նույնիսկ ծիծաղելի է։ Օրինակ, մեր դեպքում դատարանում ապացուցված է, որ 10 տարի անընդմեջ չի ապրել, որտեղ իրենք 1996 թվականից 2007 թվականը Երևանում չէ, Ռուսաստանում եղել, Ռուսաստանի քաղաքացիներ են, ամուսնացել է, ցանկացել է գալ Հայաստանում ապրել իր կնոջ հետ, կինն էլ, ասենք, ռուս է։ Ես շատ ուրախ համարելով որ իմ եղբայրն է, ասել եմ թող գան ապրել, մինչև տեսնենք իրանց ինչ հնարավորություն կլինի սեփական իրանց տուն ունենալու։ Փաստացի ապացույց եղել է, որ 2007 թվականից նրանք նոր եկել են Հայաստան։ Իհարկե ապացույց եղել է, բայց դատարանի որոշումը ասեմ դες, ծիծաղելի է, բայց լսեք, դատարանը որոշումը ճիշտ ապացուցված է, որ 10 տարի անընդմեջ չեն ապրել, բայց երբ որ իրենք Ռուսաստանում էին գտնվում, ինչ որ մի օր, ինչ որ ժամանակ իրան ջուրը տրակել էր, իրենք դիմել են իրենց հարազատին, եկել ջուրը վերանորոգել եւ դրա համար ինքը նշանակում է չլինելով Հայաստանում տիրապետել է։ Փաստացի սեփականատերը տարածքի դուք եք, պարոն։ Ուրեմն փաստացի սեփականատերը իմ հայրն է։ Ավելին ասեմ, դա էլ աբսուրդ է։ Հայրս ողջ է, 85 տարեկան է։ Ինքը ասում է, որ ես
իմ հարազատին տվել եմ հնարավորություն, որ ինքը կայանա, բայց ես չեմ տվել իրան սեփականության իրավունքով։ Ես ողջ եմ, ասում եմ, որ չեմ տվել։ Կարող են այդ տարածքը օտարել կամ տալ ուրիշին, եթե կա Պարզվում է, որ կարող են օտարել։ Օրենքը չի գործում։ Այ մենք փորձենք հասկանալ, թե ինչպես է դա լինում, թույլ տվեք հրավիրել մեր մյուս հյուրին, AM իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու Նարինե Սարգսյանին։ Բարի երեկո Նարինե, բարի գալուս։ Լսեցիք հարցը, խնդրին քիչ թե շատ ծանոթ էիք։ Ես իհարկե իրավաբան չեմ, բայց փոքրի շատ է ես էլ եմ այս թեմաների մեջ արդեն հմտություններ ձեռք բերել։ Միթե հնարավոր է, երբ սեփականատերը ողջ է աստված նրան երկար տարիների առողջություն տա, եւ որևէ կերպ այդ տարածքի հետ կապված քննարկում չի եղել, դատարանը որ այդպիսի որոշում կայացնի։ Նեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, որպես սեփականության իրավունքի ճանաչման հիմքերից մեկը, սահմանում է ձեռքբերման վաղեմության ուժի հիմքով սեփականության իրավունքի ճանաչումը։ Այստեղ մի շարք կարևոր չափանիշներ կան, որոնց մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Նախ, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք կարող է ճանաչվել միայն տիրազուրկ գույքի նկատմամբ։ Օրենքը տալիս է տիրազուրկ գույքի հասկացությունը։ Այսինքն, եթե չլիներ պարոն Գրիգորյանի հայրը, օրենքը մի փոքր լայն մեկնաբանության տեղ է թողնում եւ ասում է, որ տիրազուրկ գույք է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, որից սեփականատերը հրաժարվել է, որևէ գործողություն կատարելով կամ անգործությամբ։ Այսինքն, սեփականության իրավունքից հրաժարումը ըստ օրենքի չի ենթադրվում միայն գրավոր հայտարարություն տալով այդ մասին, այլ նաև անձը իր գործողություններով կամ իր անգործությամբ ցույց է տվել, որ հրաժարվում է այդ գույքի տիրապետումից, տնօրինումից եւ օգտագործումից։ Ներեցեք, պարոն Գրիգորյան, ընթացքում գնացել եկել եք, տեսել եք ինչ վիճակում է ձեր տարածքը, գույքը։ Այդ տարածքը ոչ թե գնացել ենք, դա մեր տարածքն է եղել։ Բալանները, ոնց որ մենք սեփական տուն ունենք, շատ սենյակներ ունենք, այդ տարածքը մեր համար ոնց որ պահեստ էր ծառայում, օգտագործում էինք եւ ավելին ասեմ, զարմանալին նա է, որ հայրս ըստ այդ հոդվածի հայրս պետք է ասեր, որ ինքը տեր է եւ բավարարվեր դրանով եւ ոչ ոք չէր կարող դա անել։ Պատկերացրեք, այսօր մենք Թուրքիայում դատի ենք տալիս ինչ-որ մեր հողերի համար, նախկինում բնակարանների համար եւ այնտեղ կարող է հիմա ուրիշ մարդիկ են ապրում եւ այլն, բայց դատերը հաղթում են, որովհետեւ ապացուցում է, որ եթե 100 տարի առաջ այդ մարդը դրա տերն է եղել, իրան փախել է, վտարել են, բայց 10 տարուց ավել հիմա ուրիշ մարդ է ապրում, բայց իրան հատուցում են։ Այս դեպքում նույնիսկ հատուցում չի նախատեսվում, որ մարդը իր ողջ լինելով ասում է, «Էս իմ տունն է, այդ ով որ ուզում է այդ տունը ծնվել է մի 40-50 տարի հետո։ Ես այդ սարքել եմ իմ միջոցներով, ինքը ո՞նց կարող է գալ եւ ասել իմն է»։ Շնորհակալություն Նարինե։ Եվ այսպես առաջին չափանիշը, որ պետքա լինի տիրազուրկ գույք։ Եվ դրանից հետո տալիս է օրենքը համապատասխան չափանիշներ։ Անձը կարող է 10 տարի անընդմեջ բացահայտ տիրապետել գույքը որպես սեփական գույք եւ դա իրեն հիմք է տալիս որպեսզի դիմի դատարան եւ դատարանից պահանջի որ դատարանը ճանաչի նրա սեփականության իրավունքը այդ անշարժ գույքի նկատմամբ տեսեք ինչքան շատ սուբյեկտիվիզմի տեղ է թողված հոդվածում, որովհետև շատ դժվար է ապացուցել մարդու գիտակցությունը, արդյոք նա գիտակցել է, որ այդ գույքը տիրապետում է որպես սեփական գույք, թե գիտակցել է, որ դա ընդամենը իր հարազատի կողմից իրեն տրամադրված հնարավորություն է։ Եթե ենթադրենք որևէ թոշակառու տատիկ, որը իզորու չէ ինքն իրեն արդեն խնամելու եւ ինչ որ մեկը թեկուզ օտար, թեկուզ հարազատ գալիս է եւ նրան խնամում է։ 10 տարի անցնում է, ենթադրենք, մի տևական ընթացք խնամում է։ Հետագայում նա կարող է հայտարարել, որ այդ տարածքը պատկանում է իրեն։ Եթե որևէ գործարք տեղի չի ունեցել, չի կնքվել, ասենք, ռենտայի պայմանագիր կամ որևէ այլ տեսակով չի, այլ տեսակի պայմանագրով իրավականորեն չի հաստատվել տվյալ խնամող անձի իրավական վիճակը, շատ հնարավոր է, որ տվյալ չափանիշները ձևականորեն բավարարելուց հետո տվյալ անձը ցանկանա դիմել դատարան եւ ստանալ։ Մյուս հարցը, եթե տատիկը ողջ է եւ այդ մարդը կրկին դիմում է դատարան, որպեսզի ստանա իրավունք, կարող է այդպիսի քայլի դիմել։ Այդ դեպքում
արդեն պետք է ապացուցի, որ գույքը տիրազուրկ է, որը շատ դժվար է Ոնց կարող է ապացուցել գույքը տիրազուրկ է, եթե մարդն ապրում է տանը։ Տեսեք, տվյալ պարագայում ինչն է խնդիրը, որ տվյալ գործում մի շարք ապացույցներ է բերում հայցվորը, ունի տունը առանձին մուտք, որ ինքը վճարել է էլեկտրաէներգիայի, գազի այդ վճարները, այսինքն դրանք այո շատ լայն մեկնաբանման հնարավորություն են տալիս դատարանին եւ տվյալ դեպքում դատարանը կարող է մեկնաբանել եւ այսպես եւ այնպես եւ նաեւ հաշվի առնենք որ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներն էլ տվյալ գործով շատ դեպքերում հակասական են եւ դատարանին հնարավորություն են տալիս եւ այսպես եւ այնպես որոշում կայացնել Այսինքն ի սկզբանե պետք է իմանաս երբ որ քո հարազատին տեղավորում ես քո տանը պետքա տաս ինչ-որ կարգավիճակ Գլխիդ գալիքը պիտի իմանաս Այսինքն դա նշանակում է, որ ես հիմա ուզում եմ ինչի համար եմ ես եկել։ Ես չեմ եկել իմ հարցը քննարկելու, բայց ես ուզում եմ, որ բոլորը Հայաստանի Հանրապետության սեփականատերերը տեղյակ լինեն, որ երբեք ձեր հարազատներին հենց այդպես լավություն մի արեք, որովհետև ես կներեք չի ուզում ասել, բայց այդ դեպքում դուք կարող եք լուրջ խնդիրներ ունենաք, կախված ձեր եւ տան հետ կախված եւ ձեր առողջության հետ կախված այսօր ասենք իմ հայրը 85 տարեկան է, բայց այս դեպքերից հետո լուրջ առողջական խնդիրներ առաջացել։ Ինչի համար պետք է առաջանալ։ Այդ մարդը փորձել է միայն լավություն անել։ Պարոն Գրիգորյան, մենք իսկապես շնորհակալ ենք, որ դուք այս հարցը բարձրաձայնում եք մեր տաղավարում եւ սա լավ օրինակ է բոլորիս համար, նաեւ լավ դաս։ Մեր մյուս հյուրերին ներկայացնենք, նրանք արդեն այստեղ են։ Հայաստանի Հանրապետության կառավարության առընթերի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Հարությունյանը։ Բարի երեկո։ Նոր վարչական շրջանի ճարտարապետ Արտակ Բաբայանը, ողջույն։ Այս կողմում Նոր-Նորքի Լյուքսեմբուրգի 30 շենքի բնակիչ Ջեմմա Մկրտչյանը, Մհեր Պետրոսյանը, որ Նոր-Նորքի Լյուքսեմբուրգի 29 շենքի բնակիչն է, եւ հրավիրենք միանգամից մեր հաջորդ հյուրին Վովա Առաքելյանին, Նոր-Նորքի Լյուքսեմբուրգի 30 շենքի բնակիչ։ Համեցեք։ Կարճատև դադարից հետո կշարունակենք եթերում է մարդկային գործոնը։ Որ այս հոդվածը ինքը ոչ մի խնդիր չի լուծում, բացի բացասական միջավայր ստեղծելու խնդրից։ Այնպես չի, որ ցանկացած անձ կկարողանա ցանկացած վայրում կառուցել որևէ շինություն։ Գնացեք ընդ կարակ հապրում։ Չեք 6 մետր է հեռավորություն ձեր կառուցած իսկ մերն է 30 շենքում էլի ծնակ այդ շենքն խանգարում ձեզ, որպեսզի լույսը չընկնի ձեր։ Այո։ Բայց նամակով դիմեն քաղաքապետին։ Եթե պատասխանը չի բավարարի կամ կտեսնեն կան համապատասխան խախտում, երկրորդ քայլը դա ուղղակի դատարան դիմեն։ Դատական կարգով ապացուցեն, որ քաղաքապետի որոշումը չի համապատասխանում օրինականությանը։ Այն օրը ես թոշակիցը 10,000 փող եմ տվել։ Որ մաքրեն։ Մարդ եմ բերել, մաքրել եմ, բերել լցել ընդեղ։ Ձեռքբերման վաղեմություն կամ անշարժ գույքի սեփականաշնորհման հետ կապված որոշակի խնդիրներ։ Այսօր մենք փորձում ենք հասկանալ ինչպես անել, որպեսզի սեփականատերը չկանգնի որոշակի խնդիրների առջև։ Եվ պետք է արդեն անդրադառնանք այն հարցին, պարոն Հարությունյան, որ սեփականության իրավունքի հաստատման գործընթացում ինչպիսի դեր ունի անշարժ գույքի պետական գրանցման կոմիտեն եւ ինչպես կարող է մարդը, որը լիարժեք կերպով չգիտի օրենքները, կանխել իրեն նմանատիպ սխալներից։ Ուրեմն ասեմ, որ կադաստրի պետական կոմիտեի գործառույթը գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն է հիմնականում։ Ինչ վերաբերում է ուրեմն քննարկման առարկա հանդիսացող ձեռքբերման վաղամության հարցին 187 հոդվածին, դա իրավունքի ձեռքբերման հոդվածներից մեկն է, ձևերից մեկն է։ Ինչ կարգով պետք է, որովհետև տվյալ դեպքում մի կողմը ձեռք է բերում սեփականության իրավունք, մյուս կողմի սեփական իրավունքը դադարում է։ Օրենսդիրը դրա համար Մենք ավելի պարզ ասեմ, օրենսդիրը դրա համար 4 վավերապայմաններ է սահմանել տվյալ հոդվածի հետ կապված, որ առաջինը 10 տարվա տնօրենման փաստի ապացուցելն է, որը շատ դեպքերում շատ հնարավոր է, որովհետև հարևանների, համատիրության, տեղական ինքնակառավարման մարմինների գրությունների վրա մարդ կարող ապացուցի, որ ինքը 10 տարի ապրում է այդ բնակարանում։ Երրորդը բարեխիղճն է, բարեշտանորենման իրավունքն է, երրորդը բացահայտ է եւ չորրորդը անընդհատ է։ Վերջինն ասեմ, որ ավելի բան է, անընդհատ դա 10 տարի առանց ընդմիջման մարդը բնակվել է տվյալ հասցեում։ Բայց հիմնական խնդիրը, որը հանդեսակա դատարաններում պրոբլեմ առաջ գալիս, դա բարեխիղճ տիրապետման խնդիրն է։ Մարդը ինչ կարգով պետք է ապացուցի, որ ինքը բարեխիղճ տիրապետում է։ Դա առաջ է նաև, որ
Մարդը պետք է համոզված լինի, որ դոգույնքը սեփականության իրավունք է ինքը տիրապետում, որ դա ինքը սեփականության իրավունքով։ Եթե մարդուն ասել են դու տևյալ տարը բնակվում ես, ընդամենը բնակվում ես, դա ընդամենը բնակության իրավունք է, դա ոչ մի դատարան չի կարող ճանաչել սեփականության իրավունք։ Ուղղակի խորհուրդ կտայի քաղաքացիներին, ասեմ, այս օրենքի հիմնական հոդվածի, ուրեմն հիմնական նպատակին կարգավորում են դառնում, որ մարդը գիտեք, տարիներ շարունակ վարձակալության իրավունքով փաստացի ձևակերպում են, չեն ձևակերպում, ուղղակի տալիս են վարձով, օգուտներ են ստանում եւ պետությունից թաքցնում են այդ եկամուտները։ Իսկ այս դեպքում մարդ պետք է միշտ մտածի, որ գիտեք 10 տարի անցնելուց հետո հնարավոր է որ կանգնի փաստի առաջ, կանգնի դատարան առաջ եւ զրկվի իր ունեցած իրավունքից։ Դուք նշում եք օրենքը, որը փաստում է 187-րդ հոդվածում, որ 10 տարի մարդ պետք է մշտական բնակություն ունենա այդտեղ։ Հələ բարեխիղճ, անբարեխիղճ, այդ ամեն ինչը ինչ որ գույներ են, հա, երանգներ են։ 10 տարին փաստացի, եթե մարդը 2007 թվականից նոր է վերադարձել Հայաստան, նա արդեն չէր կարող 10 տարի ապրել այդտեղ։ Ուղղակի ֆիզիկապես դա անհնար է։ Հիմա ինձ բացատրեք, խնդրում եմ, օրենքը ինչպես է գործում, եթե անընդհատ երկակի է, եռակի է, քառակի է, ոնց ուզենք կարող ենք շրջանցել նրան։ Ճիշտ ասած, ես բավական ուսումնասիրել եմ նաև Վճռաբեկ դատարանի որոշումները նախադեպային, չի կարող լինել դատարանի որևէ որոշում, որ 10 տարի փաստին չանդրադառնա։ Որտեղ 10 տարին դա օրենքի հստակ նշված պահանջ է։ Ահա եւ փաստը ոչ չի անդրադառնա։ Ամեն մի առանցին գործ ունի իր յուրահատկությունները եւ չի կարելի մի հոդվածը կամ մի ուրեմն նորմը տարածել բոլորի վրա։ Գուցե դատարանով ապացուցող այդ մարդը 10 տարի իսկապես ապրել է կամ 10 տարի բացակայել է, բայց ուրեմն ասեմ դա անհատական մոտեցում ամեն մի գործի վերաբերյալ։ Եվ դատարանների վճռները, եթե ուսումնասիրեք նաև Վճռաբեկ դատարանի որոշումները, բոլոր տեղերը այդ նորմը պարտադիր պահպանված է։ Մենք հուսով ենք, որ կգա ժամանակ, որ դատարանները մի բան էլ ավելացնեմ, որ ընդամենը անցած տարվա ընթացքում 13 գործով Երևան քաղաքում կատարվել ձեռքբերման վաղումության իրավունքով ճանաչում եւ մարզերում 4 գործով։ Դա մասսայական բնույթ չի կրում, նկատում եմ։ Բայց եզակի դեպքերը ուղղակի պետք է մարդիկ զգուշ լինեն եւ ուշադիր լինեն։ Պարոն Գրիգորյան, բանն եք ավելացնել։ Ես ուզենայի փաստել, որ իմ փորձից արդեն ելնելով, որ այս հոդվածը ինքը ոչ մի խնդիր չի լուծում, բացի բացասական միջավայր ստեղծելու խնդրից, որովհետև տեսեք, դատարանի որոշումները ես բազմաթիվ որոշումներ եմ կարդացել, դուք ասում եք մի քանի որոշում, ես կասեմ հազարավոր նման որոշումներ են լինում դատարաններում, ընդ որում մեկը մյուսին հակասող, նույն դեպքերը իրար հակասող որոշումներ եւ ավելին ասեմ, Բայց այդ 10 տարվա ընթացքում իմ հայրը, որ այդ բալանիները, այդ ամեն ինչ իր ձեռքն ա եղել, ինքը այդ տանը տիրությունն ա արել, ինքը ով է, ոչինչ է։ Ինքը գտնվելով իր տանը երկրում, էլ ավելին ասեմ, մենք այն վատ տարիները, գիտեք, լույս չկար, ջուր չկար, մենք տանջվելով ստեղ ապրել ենք, կարողացել ենք ապրել, իրենք գնացել են Ռուսաստանները, վայելել են նորմալ կյանք, հետո եկել են ասում են, էս իմ տունն է։ Ոնց կարելի է ձեր։ Իմիջիայից տարիների Արդարացի չի դա նույնիսկ։ Պարոն Գրիգորյան, տարիների հետ եւ օրենքներն են վերափոխվում եւ ենթարկում տարբեր փոփոխությունների։ Մենք այսօր քննարկում ենք հենց 187-րդ հոդվածի թե լավ, թե վատ կողմերը եւ փորձում ենք հասկանալ ինչպես անել, որ մարդը լինի ապահովագրված։ Այս կապակցությամբ ունենք եւս մեկ թեմա, հենց էլի սեփականության հետ կապված խնդիրներով է, այս դեպքում ոչ թե ձեռքբերման, ոչ թե միայն պահպանման, այլ Տեսնենք, թե ինչն է հիմնական հարցը, մեր հաջորդ հյուրը, որն արդեն տաղավարում է, Վովա Առաքելյան, ինչպես նշեցի, Լյուքսեմբուրգի 30 շենքի բնակիչ։ Բարի երեկո, պարոն Առաքելյան։ Կարող եք փորձել ներկայացնել խնդիրը, որը ձեզ վերել է այսօր այստեղ։ Ուրեմն, սրանից մի 4-5 տարի առաջ մեր շենքի դեմը ցածրադիր են, ճանապարհի ցակին ցածր են։ Ուրեմն եկան դե կառուցում, ուզում են շենք կառուցել։ Ժողովուրդը բողոքեցին, քաղաքապետարանից եկան ու այդ արգելեցին, քանդեցին։ Այս վերջերում ուրեմն դեկտեմբեր ամսին նորից այդ նույն տեղը, այդտեղ զիբիլ արկղներ էին տեղավորված։ Մենք ցույց ենք տալի։ Քանդել է, եկանք տեսանք այդ քանդել են, այդ Փարիզ, Մարիս քանդել են, այդ արկղ չկա։ Ժողովուրդն էլ բերում էին, այս զիբիլը գցում էին այդտեղ, այս շներն էլ բերում մեր շենքի այդ տարածքով մեկ, ապականում են էլի, մի հիվանդությամբ ու, մենք էլ երեխատեր, փոքր երեխատեր, ես ուրեմն որ բարձրացա զիբիլը գցեմ, տեսամ արկղ չկա, այդ պահակը տեղ, ասեմ ես արկղներ ուր այդ տեղը, ասում դե ինչ որ սեփականաշնորհել են այս տեղը, ոնց է սեփականաշնորհել են, որ սեփականաշնորհել են արկղները ինչ են արել, արկղները չկա, դե հիմա արկղերը դրած են։ Իսկ հիմա Պարոն Առաքելյան, կարող եք ձևակերպել հարցն ինչն է։ Հարցը այն է, որ
մեր լույսն է փակում, լույսը, ուղղակի փոսա, բերել են ոնց որ երկու շենքի լույսը փակում, առաջի հարկերը вообще իրավունք չունեն, անգամ էտա Ջամամկրչյանը երրորդ հարկը ապրում, էլի հարցրեք ասեք ինչ է, արև կրնում է ձեզ։ Շնորհակալություն Տիկին Ջեմա, այս կառույցից անկախ, երրորդ հարկում արևկող էր ձեր բնակարանը։ Մեր շենքը շատ վատ վիճակում է, փոսի մեջ է, մեր երրորդ հարկը հավասար է փողոցին, որտեղ աղբարկղներն են եւ շինությունը։ Բացի դրանից 5-րդ մասում կառուցված 16 հարկանի 3 շենքեր կան, մենք դեպի արևելք ենք նայում։ Երբ արևը դուրս է գալիս, մանավանդ ձմեռը, չենք մենք արև տեսնում, մեր երրորդ հարկն էլ արև չի մնում։ Միայն մի փոքր ճեղք է մնում, որ մեզ արև կա, այդ ուղղությամբ հիմա այդ շինությունն են սարքում։ Հիմա մեր շենքում փոքրիկ երեխաներ են մեծանում, որոնք արևից զուրկ են, լույսից զուրկ են, մենք շնչում ենք այնտեղ խորովածանոցի ծուխը եւ բացի դրանից հացի փուր կա, որ գիշերն աշխատում, այնտեղ էլ վառված ձետի հոտը։ Դուք գիտեք, որ դա նաեւ կանցերոգեն է։ Մենք ամառը շոկին չենք կարողանում մեր դռները, պատուհանները բացել ու շնչել, որտեղ վառված ծխի հոտ, ցերեկը խորովածի հոտ, ծուխը։ Եվ հետո երեխաները իրենց բնակարանը ավելի վատ է, երբ որ նրանց տուն են գնում, մենք մի հատ շոր ենք գցում նրա վրա, համ ցուրտ է, համ մութ է, համ լույսը պակաս է, իսկ բակի կողմից այս շենքը այնպես է դասարես, որ ընդհանրապես արևը դեպի արևմուտք չի գալիս։ Մեկ հարց կարող եմ Տիկին Ջեմա տեսնել։ Մեկ հարց։ Այս շենքը ո՞ր թվականի կառույց է։ Որ մեր շենքը 73 73 թվականից նրա կողքը ինչ որ շինություն ծագել է, առաջացել է, կառուցել են, որը խանգարի ձեր լուսավորությանը։ Դա 5-րդ մասի 16 հարկանի ի սկզբանե եղել է փոսի մեջ, չէ՞։ Փոսի մեջ եղել է, բայց այդ 16 հարկանի շենքերը հետո կառուցեցին։ Իսկ այս 80-ականներին։ Այ, նույն չգիտեմ թե երբ, բայց մեր լույսը կտրեցին։ Իսկ այս շենքը կառուցված է ոչ թե գրունտային հողի վրա, այլ լիցք է դա, երբ որ շենքերը կառուցել են, ավելորդ հողը, հիմա դրա վրա մեկը սարքեց, տեսավ քանդվում է, թողեց գնաց։ Հիմա այդ փոքր կանաչ տարածությունը, որտեղից այդ ճեղքից մեզ լույս էր ընկնում եւ արև էր ընկնում, դա էլ է վերացվում։ Սեփականատիրոջ հետ կապ հաստատել եք, փորձել եք հասկանալ ով է, ինչ է։ Մենք չենք տեսել սեփականատիրոջ։ Չենք ճանաչում։ Ձեր համատիրության հետ կապվել եք, քաղաքապետարան դիմել եք։ Դաբրոն տվել է քաղաքապետարան, ես ասեմ, Ես քաղաքապետարան գնացել եմ։ դեկտեմբերին որ արկղները հանեցին, դիմեցինք այնտեղ Ոմն Հարությունյան, ինչ որ վերահսկողության նախագահն է։ Նա ասաց որ մենք բան կանենք, կարգել ենք, ով իրավունք ունի այդտեղ կառույց կառուցի։ Բայց փետրվար ամսի 2-ից 3-ից արդեն եկան բան արել։ Լավ, քանի որ մենք հրավիրել ենք մասնագետի, որը կտա հստակ պատասխանները, արդյոք ճիշտ է օրինական է այս կառույցը թե ոչ, անկախ արևի քանակից, կրկին ներկայացնեմ նոր վարչական շրջանի ճարտարապետ Արտակ Բաբայան։ Արտակ, բարի գալուստ ոչ հաճելի հույզերի աշխարհ, սակայն Հիմա կբացատրեմ իրողությունը, ինչ վերաբերում է շինության օրինականությանը, լրիվ օրինական է ինքը։ Հիմա բացատրեմ ոնց է տրվել օրինական գոյությունի նախագիծ, շինթույլտվություն, որը հիմա վրա տվյալ սեփականատերը իրականացնում է իր կառույցը։ Հիմա բացատրեմ իրողությունը աղբարկղերից սկսած։ Տվյալ տարածքը ճիշտ եք ասում, աղբյուրի կույտի տեղ է դառը։ Նույնիսկ կենցաղային բացի այդ իրերից շին անվադողեր, բերում լստում էին այդտեղ։ Պարբերաբար մաքրվում է, այսօր վարչական շրջանի ղեկավարը շատ խիստ է այդ հարցը աղբի մաքրվում։ Երբ մաքրվում է, դրանից հետո կներեք, ժողովուրդը որ բերում է աղբարկղի մեջ գցրել կողքն է գցում կամ հարակից տարածքում, մենա նկարում պարզ դերում էր ինչ արած, ասենք եթե կներեք, էլի մենակ շները չեն կարող անել, էլի։ Եղա եւ խնդրեցի, որ նա խոստացավ, բայց չկատարեց։ Հիմա ասեմ ձեզ, այսօր մեր կողմից, վարչական շրջանի կողմից որոշում կա, այսօր աղբարկղները տեղափոխվի մի քիչ ներքև, ստիճն պատնեշա սարքվե, ֆոտոները դաժե այսօր նույնիսկ արել եմ, բերել եմ այդպես։ Տվյալ տարածքն էլ մենք որոշել ենք դնենք աճուրդային հանձնաժողովի քննարկմանը վաճառի որպես կառուցվի հասարակական օբյեկտ։ Հիմա ասեմ ինչի համար։ Այսօր պարտադիր բարեկարգման ծրագիր կա, այսինքն ցանկացած հասարակական նշանակության օբյեկտ պարտավոր է իր հարակից տարածքը կանաչապատի բարեկարգի, որը օրենքով ամրագրած է։ Տվյալ կառույցը անելու սեփականատերը տվյալ արդեն պարտավորվածությունը ձեռքում հարակից տարածքները մաքուր պահի։ Այսօր այդ ամեն ինչը ճիշտ է, այսինքն չեմ ճանաչում նախագիծը կա արդեն օրինական։ Աճուրդը վաճառել է տվյալ տարածքը, աճուրդն է այնպեսի բան, որ ցանկացած անձ կարող գնա մասնակցի։
Արտակ, ներեցեք, որ ընդհատում եմ, Մի րոպե իրավական կարելի է ինձ- 1 վայրկյան թույլ տվեք Տիկին Ջեմա, ես էլ իմ խոսքը ասեմ, լավ, շնորհակալ եմ։ Ինչ սկզբունքով է տրվում այդ տարածքը, այսինքն եթե աճուրդով իրավունք ունեն գնելու, հասկացանք, ենթադրենք, քննարկվում է արդյոք, որ տվյալ բնակիչների առանց այդ էլ ոչ հարմար պայմաններում գտնվող շենքը հայտնում է ոչ այդքան լավ Հիմա ասեմ պայմաններ։ ձեզ։ Տվյալ լուսավորության խնդրի հետ կապված մենք ուսումնասիրություն արել ենք, նայել ենք, որ ասենք տվյալ տեղում 4.5 մետր մաքսիմում բարձրություն ունեցող շինությունը ինստալյացիոն խնդրի վրա շենքի չի ազդում։ Այսինքն այսօր նորմալ սենս է ինստալյացիա, այսինքն արևի լույսի արկայությունը ձեր բնակարաններ նախատեսված է 1-ից մինչև 3 սենյականոց բնակարանների համար 2.5 ժամ մի սենյակի մեջ պարտադիր պետք է արև լինի։ Մի ժամը չի մտնում։ Կներեք, այսօր ժամը 10-ից 15-ի կողմերը գնացել եմ, արևը ընկած էր ձեր երկու շենքերի վրա։ Ասենք այդ ռեժիմը պահպանվում է։ Թողիկ ասի, երկրորդ սենյակ 29 շենքի Ասեք, երկրորդ պարոն բնակարանը։ Պետրոսյան, դուք էլ ասեք։ Դուք 29 շենքի երկրորդ բնակարանը տեսաք, ինչքան գնացեք մոտեր ընդեղ Հիմա ասեմ, անկյունագծով մի 8 մետր բան է։ 5-ից 6 մետր հեռավորություն եւ 5-ից 6 մետր հեռավորության վրա առաջի արևի ճառագայթ է ընկնում։ Դուք ճիշտ չեք ասում։ Ասենք փաստացիորեն երևում է։ Բացատրեց, ասեց, ես կարիք չկա, որ մանրամասներին անդրադառնամ։ Մի կողմից է կառուցված շենքը, մյուս կողմից եթե դուք 5-րդ ճարտարապետ եք, 16 դուք հարգանի իրավունք շենքը չունեք չեն ստորագրելու տոնում արև այդ ընկնել բանը, ով սենյակի ստորագրել է, այդ թուղթը Արևի լույսից ստորագրել է, էլ նա կարող մարդ ունեն։ չի։ Լավ, մենք կշարունակենք Կարճատև դադարից եւ խոստանում եմ յուրաքանչյուրը կասի իր ասելիքը, բայց մի բան հաստատ է։ 6 տարի առաջ նույն նորքի զանգվածը սարսափելի վիճակում էր եւ հիմա ամեն անգամ ես գնալիս հաճույք եմ ստանում։ Մի բան, որ ուղղակի չի կարելի չնկատել։ Ես շատ սուբյեկտիվ կարծիք եմ ասում, կարող է շատերը համակարծիք չլինեն։ Մենք քննարկենք այս հարցը Կարճատև դադարից հետո։ Այնպես չի, որ ցանկացած անձ կկարողանա ցանկացած վայրում կառուցել որևէ շինություն։ Գնացեք ընդի Այսինքն կարակ շենքն է հապրեք, փակում։ չեք 6 հապրեք։ մետր է հեռավորություն Ուչարևերի ձեր սատեստում կառուցած ծնակա շենքը, է, որ էլի թույլ եք դեպքի։ տվել։ Իսկ մերն 6 էլ մետր 30 շենքում, վրա էլի այդ ծնակ։ Կներեք, այդ շենքն է խանգարում ձեզ, որպեսզի լույսը չընկնի ձեր Այո, մոտ, հա։ Այո։ Բաց նամակով դիմեն քաղաքապետին։ Եթե պատասխանը չի բավարարի կամ կտեսնեն կան համապատասխան խախտում, երկրորդ քայլը դա ուղղակի դատարան դիմելն է։ Դատական կարգով ապահովեն, որ քաղաքապետի որոշումը չի համապատասխանում օրինականությանը։ Այն օրը ես թոշակիցը 10,000 փող եմ տվել, Որ մաքրեն։ մարդ եմ բերել, մաքրել եմ, բերել լցել ընդեղ։ Այսօր քննարկում ենք ըստ էության 187-րդ հոդվածը իր բոլոր խնդիրներով, բայց ունենք այսօր մեր բնակիչների կողմից բողոք, հավաստի ու փաստացի բողոք, Արտակ նախքան ձեր մեկնաբանությունները Նարին է։ Որքանով այսօր բնակիչը ունի հնարավորություն օրենքով պաշտպանելու իր իրավունքը, իր արևի լույս ունենալու իրավունքը, հա, եւ իր հավաստիությունը, հա, որքանով է հիմնավորված։ Ընդհանրապես շատ է խոսվում այդ շինությունների կառուցման մասին, գիտենք, որ հաճախ մեր բնակիչները բողոքում են ոչ միայն այս դեպքում, այլ նաև շատ այլ դեպքերում, որ որոշակի կառույցներ սարքվում են եւ այնպիսի տեղերում են հիմնվում, որտեղ չպետք է լինեն, որովհետև, չգիտեմ, խախտում են մարդկանց իրավունքները, նրանց, չգիտեմ, լույսի իրավունք, լույսի թափանցմանն են խանգարում, խոչընդոտում դեպի բնակարան, դրա համար գոյություն ունեն, բազմիցս ասվել է, որ գոյություն ունեն համապատասխան շինարարական նորմեր։ Այսինքն այնպես չի, որ ցանկացած անձ կկարողանա ցանկացած վայրում կառուցել որևէ շինություն։ Դրա համար պետք է ստանալ շինթույլտվություն։ Իսկ որպեսզի քաղաքապետարանը տա շինթույլտվություն, պետք է ուսումնասիրի եւ հավաստիանա, որ բոլոր շինարարական նորմերը պահպանվում են, այդ հատվածում օրենքի առումով հնարավոր է կառուցել որևէ կառույց եւ դա չի խախտի այլոց իրավունքները։ Այս դեպքում մենք որքանով կարող ենք վստահ լինել, որ այդ տրված շինթույլտվությունը առանց նորմերը խախտելու է տրված։ Դե առհասարակ, եթե տրվել է շինթույլտվություն, ենթադրվում է, որ չկան նորմերի խախտումներ, ենթադրվում է, սակայն եթե բնակիչները կարծում են, որ իրականում այդպես չէ, միշտ կա իրավունքների պաշտպանության եղանակներ, ընդհուպ մինչև դատական եղանակ եւ
եթե խախտվում են մարդու իրավունքները, ապա պետք է իհարկե անձը պետք է գնա մինչև վերջ եւ հասկանալի է տհաճ է ընկնել դատական քաշքշուկի մեջ, բայց դա նաեւ երբեմն անհրաժեշտ է, որպեսզի կարողանաս վերականգնել քո խախտված իրավունքը։ Շնորհակալություն, Արտակ, նախագծային առումով, հա, որքանով է սա նորմերի շրջանակում եւ արդյոք բնակիչների կարծիքը այնուամենայնիվ պետք չի հաշվի առնել։ Բնակիչների միշտ հաշվի ենք առնում, եթե ասենք նման տարբերակ լիներ թերանալու գործի մեջ, հաշվի չառնենք, կներեք երկու հարգանեկը նախատեսենք ու ավելի մեծ օբյեկտ է։ Այսինքն մենք հաշվի ենք առել տվել օբյեկտի ծավալը, մակերեսը, եւ արևի խնդրի հարցը մենք դա քննարկել ենք ուղղակի։ Ես ասեմ, ձեր շենքի սահմանաեզրով ծառեր են տնկված, ճիշտ է, որը ամռանը ծաղկելու դեպքում միանգամայն լրստվերի մեջ է վերցնում ձեր շենքը։ Այսինքն դա մի կողմ ենք դնում շինությունը, որը այսօր նորմաներին համապատասխանում է, այսինքն արևի լույսի ճառագայթները ներթափանցում են։ Դա խնդրեմ չի ստուգել, գոյություն ունեն լիցենզավորված կազմակերպություններ, որոնք ստուգում են արևի ներթափանցությունը բնակարան, այսինքն նորմա է, ինքը համապատասխանում է, թե չէ։ Այսինքն օրվա մեջ ինչքան է նախատեսել, 2-3 ժամ, դա կա թե չկա։ Այդ ամենը հաշվի առնվել է։ Իսկ այն որ դուք ասում եք ծառը կդրվի, այս ծառը վարչական շրջանին եք մեղադրում, դուք նոր-նորքով ման եք եկել ընդհանրապես։ Ասենք երկրորդ զանգվածի Տիգրան Մեծի այգին տեսեք ինչ է դարել։ Որտեղ պաշտոնական մարդիկ են լավ։ Կներեք, ոչ մի պաշտոնականի խնդիր շատ վատ է։ Հսկայական տերիտորիան այսօր կառուցապատվել է իդեալական։ Բայց ինչ կարիք կար, այդտեղ 5 հատ Վարշավիրանոց կար, նորից Վարշավիրանոց կառուցել։ Դեմ եք, որպեսզի չփակվի լույսը, թե դեմ եք առհասարակ այդտեղ Վարշավիրանոցի կառուցման, ենթադրենք դե դա Վարշավիրանոց է։ Ինչն է խանգարում։ Ես դեմ եմ, որ մեր լույսը կտրեն, մեր երեխաների լույսը կտրեն։ Ես դեմ եմ դրան։ Հասկանալի է, հիմա 29 շենքի 1, երկրորդ բնակարան, որ մերն է ապրում։ Գնացեք ընդի կարակ ապրում։ Չեք 6 մետր է հեռավորություն ձեր կառուցվածքը, իսկ մերն էլ 30 շենքում, էլի Կներեք, այդ շենքը խանգարում ձեզ, որպեսզի լույսը չընկնի ձեր կողմ։ Այո։ Մենակ այդ չէ, թե շարաշարան եկան շարեցի Հասկանալի է, պարոն Արաքել, տիկին ջեմ ասեք։ Եթե Վարշավիրանոց է, շրջապատում 5 հատ Վարշա։ Եթե մթերային խանութը 5 հատ մթերային խանութ, որից 3-ը փակվեց, որտեղ գործ չկար, գնող չկար։ Այդ Վարշավիրանոցը անգործ է մնալու։ Իսկ դուք մեր լույսը եւ արևը կտրում եք։ Դուք կարող եք դուք ձեր գումարի համար, չգիտեմ ինչ, առնում եք։ Եթե ձեր թաղապետը ինձ ասես, որ դա քաղաքապետն է վաճառը, ոչ թե մենք ենք, բայց բանից պատասխան դուք եք վաճառում։ Թող աճուրդի անեն, գուցե մենք էինք գնում։ Բայց աճուրդի է դրած եղել։ Աճուրդի չի եղել։ Ոչ մի հայտարարություն։ Հիմա ես ասեմ։ Դոկումենտը հիմա բերեմ, պատասխանը բերեմ, որ դեկտեմբերին է տեղի ունեցել, իսկ հողը վաճառվել է ամս 2-ին։ Ես դեկտեմբերին բողոքել եմ Թաղապետարան, որ մեր սենց բան են անում։ Բացատրեմ, թե ոնց է կատարվում հողի վաճառքը Արտակ, աճուրդով։ ասեք վերջնական, Հիմա ասեմ ձեզ, մեր կողմից ներկայացում է տվել հողամասի մակերեսը, չափը, տեղը եւ ձևը աճուրդային հանձնաժողովի քննարկմանը, Դուք Թաղապետարանից եք։ Այո, որտեղ ուսումնասիրում Դուք եք տվել էլի ասի։ Իհարկե, թողեք լսենք, խնդրում եմ։ Լսենք, հարգարժան պարոնայք, մեկ որտեղ քննարկում է տվել հողի հետ կապված բոլոր խնդիրները, թե ջրմուղի հետ կապված, ասենք, կոմունիկացիոն խնդիրներ կան, թե չկան, Armentel-ի, էլեկտրոցանցի հետ, կադաստրի հետ կապված, նույնիսկ կարող է եւ գույք կա այդ գրանցածների ժամանակին հանել են։ Բոլոր դրական արդյունքների դեպքում նոր այդ հողատարածքը դրվում է աճուրդի վաճառքի, որը ունի մեկնարկային գին։ Աճուրդները դա հարաբերական սակարկություն է, ցանկացած անձ ինտերնետային կայքով Երևան AM-ով կամ Հայաստանի Հանրապետության թերթում պարբերաբար տպվում է աճուրդների ցանկը ամբողջ Երևան քաղաքում։ Թենց բան չի եղել։ Ուզում եք եթե ինտերնետ կես կամ հենց հիմա Ներեցեք, ես ներողություն եմ խնդրում։ Ես շրջիկ մեքենա ունեմ, շրջիկ մեքենա, գնալու եմ բերեմ քաղսովետ կամ Թաղապետարանի դեմը կանգնացնեմ, ստանոկը աշխատացնեմ։ Ասեմ ես առել եմ էսի։ Թենց է, հիմա փող ունես տուրը առի գնա։ Ուրիշ բան չի։ Ներողություն եմ խնդրում։ Չի կարելի երեք լույսը կտրել։ Բաժակը կիսով չափ դատարկ է կամ բաժակը կիսով չափ լիքն է, նայած ով ինչպես է տեսնում լավ այս հարցը։ Փորձենք հասկանալ որքանով է հնարավոր օրինական դաշտում, որպեսզի ոչ արտակին լինի մեղադրանք, ոչ տիկին Ջեման Նյարդայնյանը, ոչ պարոն Արաքելյանը բորբոքվի։ Փորձենք հասկանալ իրավական առումով ինչպիսի քայլեր կարող է ձեռնարկել բնակիչը օրենքով։ Դիմել դատարան, էլ։ Ես չեմ կարող կասկածի տակ դնել
վարչական շրջանի կամ քաղաքապետարանի համապատասխան կառույցների, մասնագետների, որտեղ դա հիմնականում նային ուրեմն աշխատանքն է, որը բազմաթիվ մարդկանց ձեռքի տակով անցնում, շինթույլտվություն, նախագիծ, ճարտարապետներ։ Ենթադրենք, ես բնակիչ կասկածի եմ Եթե բնակիչը կասկածի ենթարկում կան իրավական ճանապարհներ, ինչպես նշեցին կորեկ։ Առաջին պետք է դիմի վերադասության կարգ, առաջին պետք է դիմի առաջին քաղաքապետին գուցե դիմեն, բայց նամակով դիմեն քաղաքապետին։ Եթե պատասխանը չի բավարարի կամ կտեսնեն կան համապատասխան խախտում, երկրորդ քայլը դա ուղղակի դատարան դիմելն է։ Դատական կարգով ապահովեն, որ քաղաքապետի որոշումը չի համապատասխանում օրինականությանը։ Ուրիշ ճանապարհ չկա։ Իրավական երկրում դա է ճանապարհը։ Եվ մյուս հարցս, եթե հանկարծ այնտեղ լինի ինչ-որ մի աշխատատեղ, որտեղ հնարավոր լինի, որ դուք էլ մի քիչ զբաղված լինեք, այս հարցը ինչ-որ մի կերպ կմեղմի, թե կմնա նույն վիճակում։ Պետք է չի Վերջ։ այդտեղը։ Այսինքն մենք անաչառ կերպով ուզում ենք, որպեսզի արևի լույսը չփակի։ Ես ինքս ուզում եմ որտեղ բան չն, ես գնամ այնտեղ քիթս մտցնեմ, ասեմ, այստեղ գործ եմ։ Պարոն Արաքելյան, փորձել եք արդյոք խոսել այն մարդկանց հետ, ովքեր շինարարությունն են իրականացնում։ Չկան։ Դե գալիս են դոկումենտը հանում ասում այս գնամ իրան ծեծեմ ասեմ ինձ տանեմ միլիցիա։ Չէ։ Լավ։ Ինձ թույլ տվեք Ասեք Տիկին Ջեմա, այդ օբյեկտները, որ նեղ փողոցի վրա կառուցված է, ոչ մեկը ջրատարից իրենց կանալիզացիոն ջրերը անձրևաջրերի ճանապարհին են միացրել եւ անցյալ տարի այնպեսի խցանում էր առաջացել ձորի բերանում։ Ոչ մեկը ջրատարի բան չունեն այնտեղ ճանապարհը չկա։ Դուք ինչպես եք դուք օրինականացնում, դուք արել եք, լավ եք արել ձեր փողի համար, բայց ժողովրդի վիճակին չի չեք մտնում։ Հիմա բացատրեմ ձեզ։ Ինչ բացատրեմ, դուք բոլորը շուտ ասեցիք։ Այսինքն իրավասու կազմակերպությունները կան, ու ենթադրենք ջրմուղը։ Տալիս է համապատասխան տեխնիկական պայման, ջրագծի միացման եւ կոյուղի միացման տեղ, որտեղ, ասենք տվյալ շինարարություն իրականացնող անձը, սեփականատերը, տաննա միացնում է այդ կետից։ Այսինքն տվյալ պարագայում եթե ինքը այդ կետը փողոցի ջրատարին է միացնում։ Վերահսկողությունն էլ միշտ չէ որ ճիշտ է լինում եւ գիտենք երբեմն խողովակների վիճակը եւ գիտենք նաեւ թե իրավասությունը որտեղ է ավարտվում ձեր նշած կազմակերպության ասեք քիչ ներքև սենց բղբղկալու դուս է Պարոն Գրիգորյան Իմ աղջիկս բնակվում է Շվեյցարիայում։ Ես ինչպես հայ սովորական գնացել եմ իրենց տանը եւ պատկերացնում եք դրանց մոտ արգելված է եւ ոչ մի բալկոնում լույս չկա, որովհետեւ այդ լույսը կարող է խանգարի դիմացի շենքի բնակչի իրավունքները, հանգստանալու իրավունքը։ Պետք է մտածել մարդկանց մասին։ Պետք է միշտ չի որ կարելի է ընդհանրապես ամեն ինչ թույլատրել։ Այսօր մեր շենքերը տեսել եք ինչ վիճակում է։ Բոլորը իրար կպած, անհարգի ոչ Հարգելի իմ հյուրեր, բոլոր բողոքների տակ ես ինքս ստորագրում եմ, ես էլ մեծ բողոքավոր եմ, բայց երբ որ 8-րդ հարգից որևէ տատիկ կամ կին նետում է աղբով լի տոպրակը, այդտեղ արդեն ոչ մի թաղապետարան կամ քաղաքապետարան հազար ներողություն չի կարող օգտակար լինել։ Եվ ներեցեք այն աղբը, որ այստեղ էր, բնակիչն է տանում եւ նետում, ու այդտեղ որևէ կառույց աշխարհում չի կարող օգնել։ Եվ նման բաներ Շվեյցարիայում չեն անում բնակիչները։ Որտեվ Շվեյցարիայում 4 Որովհետև նրանց կտուգան են ահռելի գումարներով։ Դե հնարավոր չի նման բան անել։ Ասեք պարոն Արաքելյան։ Պարոն ճարտարապետին ասեմ, գոնե այդ որ կառուցել են, շները այդ արկղները, այդ պատի հավասարը, շունը ստերից վեկալում այդ պատով ցածկում է դեպի մեր շենքը։ Ու դե փռնում։ Այն օրը ես թոշակիցը 10,000 փող եմ տվել։ Որ մաքրեն։ Մարդ եմ բերել, մաքրել եմ, բերել լցել ընդեղ։ Իմ արև եմ Շատ ասում։ ճիշտ հարցադրում։ Գոնե մեծ բարձրության պատներ դնեն։ Լավ չի որ Արտակը եկել է այսօր եւ դուք կարողանում եք նրան տալ հարցերը։ Դա շատ լավ է։ Շատ լավ է, իհարկե լավ է։ Ամենակարևորը որ կա երկխոսություն։ Ինքն էլ հասցնի իր ղեկավարներին, որ չի կարելի ոտնատակ տալ հասարակ ժողովրդին։ Ես փորձում եմ երբեմն լինել ձեր կողմը, այսինքն պետական կառույցների կողմը, որպեսզի բնակիչների բողոքին ավելացնելով իմ բողոքն էլ ավելի չվատթարացնեն վիճակը, բայց փաստացի մարդիկ ճիշտ են բողոքում։ Եվ ձեզ մեծ շնորհակալություն, որ այսօր եկել եք, որովհետև ծանր թեմա է, ես գիտեմ։ Տիկին Ջեմա, մենք կհանդիպենք եթերից հետո եւ կլինենք հետեւողական այս հարցին, քանզի եթերաժամանակ անսահմանափակ չէ, բայց հարգելի մարդիկ, հեռուստադիտողներ, հյուրեր, մարդկային գործոնը ընդհանրապես հաղորդում է, այսօր կարող է լինել, վաղը ոչ կամ վերանվանվել, իսկ մարդու գործոնը պետք է լինի միշտ, եւ այդ աղբը թափելը, թե շինության համար պատասխանատու լինելը, թե հարևանի անդորը պահպանելը, դա իսկապես մարդկային գործոն է, որը շատ կարևոր է։ Լինի պաշտոնյա, թե հասարակ սովորական մարդ, ամենակարևորը նրա ներքսի մարդն է։ Մենք կհանդիպենք մյուս եթերին։ Հաջողություն։